Տասել Աստծո փառք որ արադացել Աստված մոնինք, որ ամեն անգամ որ իր թուրը գզարնենք, ինքը լայն գպանա եւ ինչպես որ ասինք մեր պետքերը եւ գարիկները գլեցնե։ Գլեցնե մեր հոգեվոր պետքերը։ Մեր հոգեվոր ծարավը գահակեցնե իր գենտանի ճուրովը եւ իր գենտանի խոսքովը։ Անորամար գհավաքվինք ամեն գիրակի այստեղը այն ագնգալության ֆորդերը մեզի խոսք ունի դարիք այն հավատքով գուկանք եկեք մեր սրտերը փանանք մեր ականջները փանանք մեր մտքերը փանանք որ Աստծո խոսքը ցանվի մեր մեջ աշխատի եւ բդուղ դա մեր կյանքը փոխվի մեր նկարակիրը փոխվի մեր անձը փոխվի այդպես կնե Աստծո խոսքը Մեսի կմնաբարձապես հանցնվիր իրեն, թույլ դար, որ Աստված աշխատի մեր մեջ։ Ինչպես որ գարտացինք այսօր Մատթեոս 10-րդ գլուխեն քանիմը համարներ, երբ 10-րդ գլուխին առաջին համարը կգարտանք, այնտեղ կնկատենք, որ Հիսուս անգամ ևս Գալիլեայի Ձովեզեր կգերտա և նավակի մվրա գնստի և գսկսի խոսիլ։ Մատթեոս 10-րդ գլուխը լեցուն է և հարուստ է առակներով։ Այս գլուխին մեջ, այսինքն այն վարյան, որ Հիսուս նստեցավ նամուն վրա և սկսավ սորվեցնել, այդ ընթացքին 8 առակներ գբատմե։ 8 առակներ։ Առակներ կան, որ երկար են, առակներ կան, որ կարճ են։ Այս 8 առակներուն մեջ երկու առակներ կա, որոնց ոչ թե միայն գբատմե, այլ մեկնաբանությունը կուտա։ Եվ ադիգա Սերմնացանին արագն է, որ սերմնացան ելավ և իր սերմը ցանեց և 4 տեսակի դարբեր հողերու վրա ինգան, Հիսուս այս արագը պատմել են ետք մեկնաբանությունը գուտա, գբացադրե։ Իսկ երկրորդ արագը, որ գբատմե, ծորենին և որոմին արագն է, որ բարտիզման մի ելավ և ցանեց Եվ Աստծո խոսքը մեզի գսե, որ քիշերը թշնամին եկավ և որոմի սերմեր ցանեց։ Բարտիզմանը, որ ծորեն ցանած էր, որոմի սերմեր ցանեց։ Եվ հազիվ սկսան աճիլ, նկատեցին, որ թշնամին եկած և իր գործը ըրած է։ Ծառաները ասին, որ փրցնենք որոմի հասկերը, և դերը ասա, որ վախտան, որ ծորենի հասկերն ալ փրցնեք։ Թույլ ցիկեցեք, որ մեծնան և անգե վերջ ավելի թրուն գլա։ Ուրեմն աշակերտները չի հասկացան այս արագը, խնդրեցին Հիսուսը, որպեսզի մեկնաբանե, և Հիսուս մեկնաբանեց այս արագնալ։ Հիմա նույնս ադիգա չէ և մեր ժամանակը մեզի չի ներեր, որ ադոնց մասին մանրամասն ասեմ, բայց գիտեմ, որ բոլորդ հետաքրքրված եք և կքաջադրեմ, որ երբ որ այսօր դուն երթաք, Մատթեոս 13-ը գարտակ ամբողջությամբ։ Մատթեոս 13։ Այս երկու արակներեն ետք Աստվածապաններ գսեն, որ մնացած արակները, որ Հիսուս պատմեց, դարբեր արակներ էին, որովհետև այս երկու արակները քիչ ման լսողներուն այսպես հուսահատ ըրավ։ Այն ցևով, որ սերմնացանին արագին միան 125 սերմերուն արդյունք տվին, մյուս հողերը արդյունք չի տվին, քիչ ման լավ չէր բատկերը։ Իսկ Ծորենի և որոմի արագին մեջնալ գտեսնենք, որ լավ չընթացավ ընթացքը, երբ որ բարտիզմանը ծորեն ցանեց, թշնամին գալով որոմը ցանեց։ Այսպես կարծեք ժողովուրդը քիչ մ հուսահատ եղավ բատկերը տեսնելով։ Անորամար հաջորդ արակները ավելի հույս տվող արակներ են։ Թեպետ կարճ արակներ են, բայց հույս տվող արակներ են։ Ուրեմն Հիսուս այդ երկու արակներեն ետք
հույսով լեցուն արակներ բատմեց։ Մենք այսօր պիտի խոսենք երրորդ արագին մասին, որ գոչվի մանանեխի հադիգին արագը։ Հիսուս ուրեմն երրորդ արագը մանանեխի հադիգին արագը բատմեց, իսկ չորրորդն ալ շատ նույնանման բատմեց։ Չորրորդն ալ թթխմորին արագն է, որ գինը խմոր շաղեց եւ թթխմոր դրավ խմորի մեջ եւ բոլորը խմորվեցավ։ Հիմա նայեցեք, ցեզի պիտի ասեմ, որ այսօր պիտի խոսենք ուրեմն մանանեխի հադիգին արագին վրա եւ քալ գիրագի պիտի շարունակենք թթխմորի արագին վրա։ Ուրեմն պիտի խնդրեմ, որ այս երկու քարոզները լավ մտի գնենք, որովհետեւ կարողանանք հասկանալ եւ պիտի հրավիրեմ, որ քալ գիրագի ալ բոլորդ եւ ուրիշներ ալ ներկա գտնվին, որովհետեւ կարողանանք միասին լավ ըմբռնել եւ հասկանալ այս երկու արակները։ Հիմա պիտի ասեք դիքրան եղբայր, գրեթե նույն արակներն են, այո նույն արակներն են, բայց որոշ դարբերություններ կան մեջը եւ ադիգա անշուշտ քալգիրագի ավելի լավ պիտի գրնանք հասկանալ։ Երկու արակներն ալ կներկայացնեն աջումի մասին, մեծնալու մասին, ազդեցիկ ըլլալու մասին։ Երկու արակներն ալ կործածված հյութերը փոքր են։ Ինչպես այսօրվա արագը, որ պիտի խոսենք, մանանեխի հադիգը շատ փոքր է, իսկ քալգիրագի, որ պիտի խոսենք, թթխմորը բստիկ խմոր մնե, բստիկ գդորվանքներ են, որ մեծ աստեցություն գցիկեն խմորին վրա։ Այս երկու հյութերը բստիկ են, բայց զորավոր են։ Թեպետ անդեսանելի են կամ չնկատվելի են, բայց իրենց մեջ զորություն կա։ Եկեք այսօր խոսենք միասին մանանեխի հադիգին մասին։ Ինչ է մանանեխի հադիգը կամ սերմը։ Չեմ գիտեր, եթե տեսած եք, մոտավորապես բլղուրի չափ կլա։ Բլղուրեն քիչիկ ավելի մեծ կամ բլղուրի չափ։ Շատ փոքր հադիկ մնե մանանեխի հադիգը։ Համը գծու է։ Եթե փոշի վերածես եւ համ դեսես գծու է եւ ադորամար ինքը այդ ասենք բաճարներու համար գործածվի։ Անգլերենով մութարդ կսենք, մութարդի ասենք անոնք, որոնք միսի վրա գուզեն տնել եւ այլն համ գուտա։ Բավական քեղեց այսպես քիչմը թթու եւ քիչմը գծու համ գուտա։ Ընդհանրապես նկատված է բոլոր սերմերուն ամենափոքրերեն։ Միակը չէ, որ ամենափոքրն է, բայց ամենափոքրերեն մեկն է։ Բայց երբ որ գաճի մոտավորապես գտնա մինչև իր ջուղերը, գտնա մինչև 3 մետրի հասնել։ Գտնա երևակայել, իմ հասակից գրեթե 2 անգամ են քիչմը բագաս։ 3 մետրի գտնա հաջիլ, եթե լավ պայմաններու մեջ մանանեխի հադիգը ցանվի։ Ընդհանուր 3 քույն ունի մանանեխի հադիգը, 3 տեսակներ կան, գա թեղինը, գա սրջակույնը եւ գա սևը։ Հիմա ընդհանրապես թեղինը գործածվի համեմներու համար։ Ասեմ, որ աշխարհի վրա մանանեխի ասենք արդյունաբերության 180-ը Կանադայի մեջ է որ գծանվի։ Կանադայի ուրեմն Սասկեչուան, Մանիտոբա եւ Ալբերտա, Պրերի, այդ նահանգներու մեջն է որ ուրեմն Կանադան աշխարհի մանանեխի ասենք արտադրության 180-ը Կանադան գարդատրե։ Ուրեմն հաջորդ անգամին ամեն անգամ որ մանանեխի ասենք մուտարդը դնես եւ այլն կիցածերի որ ադիգա Կանադային ելած է։ Կանադայի բարիկներն է որ գվայլենք եւ աշխարհը գվայլե։ Այս արագին մեջ որ Հիսուս կպատմի նպատակը այն է որ Աստծո թակավորությունը գնմանցնե մարդումը որ մանանեխի հադիկ ցանեց։ Նպատակը այն է որ Աստծո թակավորությունը փոքր բաներով կսկսի։ Շատ բզդիկ
անհայտ։ Հիսուս ուրիշ օրինակի մեջ, Մատթեոս 17-ին մեջ, հավատքը մանանեխի հադիկի նմանցուց։ Իր աշակերտներուն ասավ, եթե մանանեխի հադիկի չափ հավատք ունենաք, այս լերանը պիտի ելիր եւ ծովուն մեջ ցկվիր եւ այդ լերը պիտի հնազանդի ցեզի ծովուն մեջ պիտի ցկվի։ Ուրեմն մանանեխի հադիկը միջոց մը կործածեց Հիսուս, չափանիշ մը կործածեց, որ բզդիկ հավատք մը նույնիսկ, որքան մեծ գործեր կրնա անել մեր կյանքին մեջ։ Աստծո թագավորությունը փոքր երբով սկսավ։ Եվ որ կգարտանք Եսայի մարգարեության մեջ, որ բավական մարգարեություն հրավ Հիսուսի աշխարհ կալուն, Մեսիայի աշխարհ կալուն, 11-րդ գլուխի մեջ այսպես կսե. Հեսեի փունեն գսե, Հեսեն Դավիթին հայրն է, շարավիղ մը պիտի ելնե եւ անոր արմադեն ընծյուղ մը պիտի պուստի։ Շատ փոքր ընծյուղ մը պիտի պուստի, այդ ցանված հողեն գսե, որու մասին կխոսի, Հիսուսի մասին կխոսի։ Իրականության մեջ երբ որ գնայինք Հիսուսի կյանքին, Հիսուս բարձ երիտասարդ մներ։ Նազարեթ քյուրենի երիտասարդ մներ, ընտանիքի մը զավակներ եւ իրենց օրաբահիգով գաբրեին, ադաղցակորձ էին, դախտակի կորձի վրա աշխատեին, անհայտ էին, շատ բարձ էին, շատ փոքր էին։ Բայց հոնգե սկսավ ամեն բան։ Մարդիկ որ չէին ակնկալ էր, իրենք զարմացան, ով է աստղանսին, ասիկա Հովսեփին որդին չէ, ասի ադաղցակորձը չէ։ Այո, ինչպես այս բոլոր բաները գնեգոր, Աստծո թագավորությունը մանանեխի հադիկի պես աննշան սկսավ, եւ ետքը սկսավ մեծնալ եւ զարգանալ։ Գտեսնենք Հիսուս 30 տարեկանին իր առաքելությունը սկսավ, ժողովուրդ իրեն հետևեցավ եւ ետքը 12 առաքյալներ ունեցավ, 12-ը 120-ի բարձրացավ Բենդեգոստեի օրերում մեջ, երբ որ Սուրբ Հոգին եկավ աշակերտներուն վրա, այդ օրվա ընթացքին 3000 հոգի ավելցավ, քանի օր վերջ 5000 հոգի եղան։ Գտեսնեք մեկ Հիսուս անունով աննշան երիտասարդ Նազարեթ գյուղին մեջ արդեն 3 տարվա ընթացքին հազարներ սկսավ միանալ։ Մանանեխի հադիկը, որ աննշան է, սկսավ մեծնալ եւ զարգանալ։ Եվ այդ օրերուն ընթացքին կտեսնենք ինչպես Աստծո խոսքը Երուսաղեմի մեջ, ետքը Սամարիայի մեջ, ետքը Եվրոպայի մեջ եւ ետքը ամբողջ աշխարհի վրա դարածվեցավ քրիստոնեությունը։ Դանիել մարգարեալ այս նույն մեկնաբանությունը գուտա։ Նաբուկոդոնոսոր թագավոր երազը գտեսնե, մանրամասն մի չի պատմեմ, բայց որոշ կահապար մտամ։ Երազը գտեսնե, մեծ արձան գտեսնե, որ այս արձանին գլուխը ոսկի է, ասենք գուրցքի մասը վիզի եւ գուրցքի մասը արձած է, ետքը վարի բաժինը երկաթ է, ոտքի բաժինը եւ այլն եւ մինչեւ ոտքին թաթերը երկաթով գավ խառնված է։ Ուրեմն երազ կտեսնե եւ գմորնա երազը, անշուշտ երազը գմորնա եւ Դանիել մարգարեին կպերեն եւ Դանիել մարգարեն երազը կպատմե իրեն ինչ որ տեսավ եւ մեկնաբանությունը կպատմե։ Գսե տուն կտեսնե իր այս արձանը եւ այլն եւ այս արձանին հերու գսե քարմը քլորվեցավ։ Քլորվեցավ եւ զառնվեցավ այս արձանին եւ այս արձանը փլավ եւ այդ քարը գսե մեծ լերմի եղավ։ Ուրեմն մեկնաբանությունը այն է, որ այս արձանը որ գա աշխարհի մեջ եղած բաթնության ընթացքին մեծ թագավորություններն են։ Հիմա անունները պիտի չտամ, մանրամասն պիտի չասեմ, բայց այդ քարը կներկայացնե Քրիստոս ինքը, որ եկավ եւ զառնվեցավ բոլոր թագավորություններուն եւ բոլոր թագավորությունները փլան եւ Քրիստոսի թագավորությունը պիտի իշխե ամբողջ աշխարհի վրա մեծ լերմը լալով։ Փոքր քարմը, բայց մեծ լերմը եղավ։ Այդպես պիտի ըլլա Հավիդյանս Հավիդենից։ Հովանես Արաքյալն նույն բանամեզի գահստադե հայտնության կրկին մեջ է, որ հայտնություն 11-15-ին մեջ կսե ինք բիդի թագավոր է Հավիդյանս Հավիդենից։ Գտեսնենք քիչ առաջ կարդացինք, որ Հեսեի արմադեն, Դավիթին հորը արմադեն փոքր
փոքր ջուրը պիտի ելլե, բայց եթե կգարտան կտեսնենք, որ մեծ թակավորություն պիտի ըլլա։ Մանանեխի հադիգը փոքր է, ոչինչ է, բայց ցանվելով մեծ ջուրավորում կունենա եւ հազարներով մանանեխի հադիկներ գարդացրե։ Մենք մեզի գնայինք այսօր գսենք, որ ասիկա Աստծո մասին է խոսքը, Աստծո թակավորության մասին է խոսքը։ Ոչ սերիներ, միան Աստծո թակավորության մասին չէ խոսքը, այլ նաև խոսքը մեր մասին է, մեր յուրաքանչյուրին մասին է։ Եվ որ աշակերտները հարցուցին Հիսուսի Եվսին, որ ուր է Աստծո թակավորությունը, երբ պիտի գա։ Աստծո թակավորությունը ծեր մեջն է ասավ։ Ծեր մեջն է։ Այդ թակավորությունը, Աստծո թակավորությունը մեզ մեր յուրաքանչյուրին մեջն է։ Եվ գնամանի այդ մանանեխի հադիկին, որ երբ որ թույլ կտանք, այդ հադիկը գմեցնա գաճի եւ գաճի, Աստծո թակավորությունը մեր մեջ գաճի։ Եվ մենք կորձ ունենք ընելիք։ Այնպես որ եթե գսկանք, որ մենք բզդիկ ենք, պամմչենք, դգար ենք, շատ բան չենք գիտեր, այդքան էլ բզդիկ մի տեսնեք դուք ձեզի։ Աստծո թակավորությունը եթե մեր մեջն է, ադիգա մեծ արիթմը գուտա, որովհետեւ այդ թակավորությունը մեր մեջ աճի եւ մեծնա։ Այսինքն մենք կարենանք փոխվել, մեր նկարակիրը կարենա փոխվել, մեր փնավորությունները փոխվին, մեր խոսելու ցևը փոխվի, մեր ապրելու ցևը փոխվի։ Այսինքն այդ հադիգը սկսի բդուտալ եւ պատասխանատվությունը մեր մեջն է։ Բարտիզմանը գծան է, Աստված գաջեցն է, բայց պետք է հողը մաքուր լա, պետք է հողը արդյունավետ լա, պետք է հողը կործակցող լա, որովհետեւ այդ սերմը աճի եւ մեծնա, եւ այդ հողը մենք ենք։ Որքան պատրաստ ենք ընդունելու սերմը, Աստծո թակավորության սերմը, թեպետ ոչինչ կտեսնենք, թեպետ շատ բզդիկ կտեսնենք, բայց անոր մեջը զորություն կա։ Աստված դարբեր գերբով գնայի մեզի։ Մենք մեզի գնալը դգար տեսնենք, մենք մեզի թերևս հոգնած տեսնենք, մենք մեզի անգարով տեսնենք, բայց Աստված սերմին գնայի եւ իր սերմին մեջ կտեսնի այդ զորությունը, որտուն ունիս, որ քեզի տված է, քեզի կմնա որտուն թույլ տաս, որ այդ սերմը քու մեջդ աճի եւ մեծնա։ Տուն քեզի ոչինչ մի սեբեր, տուն ալ կարողություն ունիս մեծ գործեր անելու։ Հավատքդ բզդիկ երևի, բայց այդ հավատքը կգնա աճիլ եւ մեծնալ։ Հույսդ նկարացած երևի, բայց այդ հույսդ Աստված կգնա ավելցնել։ Գտեսնես, որ կյանքդ գործված է, բայց Աստված կյանքդ կգնա առաջնորդել եւ շտկել։ Գտեսնես, որ կյանքիդ մեջ բարականեր կան, հանքույցներ են, չի լուծվի գոր, չի կակվի գոր, բայց Աստված այդ բոլորը կարող է անել, կարող է քագել, ինչ որ քեզի համար անգարելի է, Աստծո համար կարելի է։ Մի կոչեր այն սերմը, որ Աստված ցանած է քու սրդիդ մեջ։ Թեպետ կսենք, որ մեր հողը գադարյալ չէ, մեր հողը խնդիրներ ունի։ Թեպետ կսենք, որ ճուրը բագաս է, շատ ճուր չի գա։ Թեպետ բաճարներ կփնտրենք, արևը զորավոր է, չա ջիրգոր, չի մեծնարգոր։ Բաճարները շատ են։ Բայց կյանքը այդ սերմին մեջն է, որ Աստված կտնե։ Եվ քու կործակցությամբ, քու աշխատանքով այդ սերմը գաճի եւ կմեծնա, որովհետեւ Աստված ինքն է կյանքի աղբյուրը։ Այսպես է Աստծո թակավորությունը։ Այսպես կկործե, աննշան երբով, բզդիկ երբով, բայց երբ որ գաճի, կմեծնա եւ կմեծնա, եւ անոր մեծությունը սահման չունենար։ Մարդ մի ելավ եւ ցանեց իր բարդեզի մեջ մանանեխի հադիգը։ Փոքր էր, բայց այդ մանանեխի հադիգը մեծավ։ Այդքան մեծավ, որ գսե ինչ եղավ թրջուններուն համար
Աբաստանարան մի եղավ։ Թրջունները եկան գսե անոր ջուրերուն վրա հանգչեցան, իրենց խաղաղությունը կդան։ Դերմը ստեղծվեցավ, դերմը շինվեցավ, որ երկնքի թրջունները իրենց հանգիստը կդան։ Մեզի հետ ճիշտ այդպես է։ Եվ որ Աստծո թագավորությունը մեր մեջ կսկսի կործել, կսկսի աճիլ եւ մեծնալ, այն ժամանակ մենք կսկսենք այդ խաղաղությունը եւ այդ հանգիստը վայելել։ Ինչպես որ երկնքի թրջունները իրենց հանգիստը կգտնեն այն ջուրերուն վրա, այնպես մեր կյանքին մեջ, երբ որ Աստուծո սերմը, Աստուծո ցանած սերմը, իր թագավորության սերմը կսկսի մեծնալ, մեր հանգիստը կսկսենք վայելել, իր մեջը կսկսենք վայելել։ Եվ ասիկա փորձառություն է։ Վստահ է, որ բոլորս գնանք ասոր մասին բամը ասել, որ ամեն անգամ որ Աստծո թուրը գզարնենք, որ ամեն անգամ որ թույլ կտանք, որ Աստծո թագավորությունը մեր մեջ մեծնա, գվայելենք իր խաղաղությունը, գվայելենք իր ներկայությունը։ Հիսուս այս արագը պատմեց իր հուսահատ լսողներուն, որոնք լսեցին առաջին երկու արակները եւ քիչը դրտմեցան։ Պատմեց, որովհետեւ անոնք անգամ եւս ոտքի գնան, անգամ եւս նորոգվին։ Այսօր տունալ մի անդեսեր այն փոքր կորձերը, որ Աստված ըրած է քու մեջդ։ Թեպետ փոքր գերեվի, թեպետ բզդիկ գերեվի, բայց ադիգա կարողությունը ունի, potential-ը ունի, որ մեծնա քու մեջդ։ Մի արհամարհեր Աստված ինչ որ ըրած է քու կյանքիդ մեջ։ Այդ փոքր սերմը գրնալալ փար մնե, գրնալալ խոսք մնե, գրնալալ նախատասություն մնե, գրնալալ քարոզ մնե, գրնալալ երկ մնե, գրնալալ Աստծո խոսքեն համար մնե, որ ասած ամենը ոչինչ կերևի, բզդիկ բան կերևի, բայց ասոնք բոլորը իր մեջը զորություն ունին, մանանեխի հադիգին պես զորություն ունին, բզդիկ են, փոքր են, աննշան են, բայց երբ որ քու սրտիդ մեջ դեղ գտնեն, ադիգա գմեցնա եւ արդյունք կուտա։ Ուրեմն փած սիրտդ, վերցուր ալքերքները, թույլ դուր որ Աստված իր կյանքը աճեցնե քու մեջդ, թագավորության կյանքը աճի քու մեջդ եւ մեծնա։ Աստված կարող է կյանք տնել, ինչ բան որ դու բզդիկ կդեսնես, ինչ բան որ դու աննշան կդեսնես։ Փած սիրտ ունեցիր, սիրտդ փած, որովհետեւ կարողանաս ընդունել այն փոքր սերմը, որովհետեւ աճի եւ մեծնա եւ արդյունավետ դառնա։ Աստծո թագավորությունը մեր մեջ փոքր կսկսի, գմեցնա եւ գմեցնա։ Սահման չունի։ Այնպես որ եկեք փած սրտով, խոնար հոգիով ընդունենք Աստծո գործը ինչ որ գնե մեր մեջ։ Եվ ինչպես որ թրջունները իրենց հանգիստը կդան, այնպես ալ մենք մեր հանգիստը կգտնենք, երբ որ Աստծո թագավորության սերմը գմեցնա եւ գաճի։ Երբ որ Քրիստոսի մեջ արմատացած ենք, Աստված քախնի գերբով, աննշան գերբով կգործե մեր կյանքի մեջ, եւ մենք օրե-օր կփոխվենք, օրե-օր կփոխվենք։ Ինչու համար, որովհետեւ ջուղը գմեցնագոր, մենք օրե-օր կփոխվենք գոր։ Այնպես եկեք մեր սրտերը բանանք, մեր հոգիները բանանք եւ թույլ տանք, որ Աստծո Սուրբ Հոգին աշխատի մեր մեջ եւ այն ցանված սերմերը որ կան, այն փոքր եւ աննշան սերմերը որ ցանված են մեր մեջ, թող ադոնք աճին, մեծնան եւ մեզի համար հանգիստի եւ ուրախության դեղմը ըլլան։ Թող Տերը օրհնե իր խոսքին կարողությունը եւ եկող շաբաթ պիտի շարունակենք թթխմորի արագը։ Եկող շաբաթ պիտի շարունակենք թթխմորի արագը, պիտի քաչալերեմ, որ Մատթեոս 13-ը գարտանք, եթե գնանք այսօր գարտալ, եթե այսօր շատ սպաղենք, գնանք շաբթվա մեջ գարտալ, բայց մինչև եկող գիրագի գարտացած ըլլանք եւ քիչ մնալ մտածենք այդ
արակներուն մասին, 8 արակներուն մասին։ Հիմա թերևս կարդակ կսեք, որ դիկրան եղբայր 7 արակ է, թե 8 արակ է։ Ես 8 հատ հաշվեցի, դուք ալ մեկ հատ հաշվեցեք քանի արակներ կա, ցեզի բարդականություն դամ,